Իշխանության արշավը ամենայն հայոց կաթողիկոսի դեմ շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Գարեգին II հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները հունվարի 4-ին ներկայացրել են եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ եւ հայտնել համակարգող խորհրդի ձևավորման մասին։ Մայրաթորը դատապարտել է այս հայտարարությունը, ընդգծելով, որ եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման եւ բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողություններն ուղղակի ոտնահարում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Փաշինյանը հունվարի 6-ի առավոտյան մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին, ապա ուխտերթին, հայտարարելով, որ այսօր եկեղեցու փաստացի վերնախավը աղանդավորական տրամաբանության հերձվածի մեջ են։ Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում վարչապետի այս հայտարարությանը եւ եկեղեցու դեմ արդեն 7 ամսից ավելի շարունակվող արշավին։ Նորմալ։ Շատ վատ։ Ինչու՞։ Եկեղեցու դեմ չի կարելի դες բաներ անել։ Վարչապետը հայտարարել է, որ Դու վարչապետն է բանի հետ ես։ Այդ հիմա ասեմ, էլի բռնեն տանեն տուգանեն գործում է։ Շատ ճիշտ կանեմ, որ վեհապարին անեն, բայց ոչ այս ձևով։ Մենք հայ ենք, եկեղեցու կողմնակից ենք։ Աննորմալ։ Եկեղեցին պետք է իր տեղում լինի, կառավարությունն էլ պետք է իր տեղում լինի։ Ոչ մեկի գործերին իրավունք չունի խառնվելու։ Աշխարհի ամենահիմար ձևն է։ Մի հայ, մի եկեղեցի, ուրիշ բան չկա։ Աստված այդ որ գնում է դեմ, Աստված պետք է իրանան, այս պատժի որ ինքն իմա թե որ ինչ։ Վարչապետը ասում է, որ եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է։ Աղանդավորը ինքն է։ Մի կնիկ ունի 4 հատ երեխա, ոչ մեկն էլ ոչ ամուսնացած է, ոչ բան։ Ինքն է աղանդավոր թե եկեղեցին։ Մեկը չի ասում, հələ մի հատ կնակարգ ճարի բեր։ Ճիշտն ասած ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ։ Կարծում եմ ոնց իր հունով ոնց գնում է, ոնց է գնա։ Իշխանությունը իմ համար միանշանակ անընդունելի է, իրաց ամեն մի քայլ անընդունելի է, չեք շարունակում։ Ասում են եկեղեցականները, եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է։ Իրանք են աղանդավոր, Նիկոլից սկսած։ Որ եկեղեցու։ Հայ առաքելական։ Ո՞վ է տեսա եկեղեցու դեմ պայքար։ Իշխանություններն են պայքարում։ Այդպես բան չկա։ Ավելի ստոր բան հնարավոր չի պատկերացնել։ Ինչ ասեմ, ոչ աշխարհից են հավատում, ոչ էլ ականջներից։ Եկեղեցու դեմ չի, անձի դեմ է։ Նորմալ է, որ կաթողիկոսի դեմ են։ Եթե Նաև մայրաթորի դեմ են եկեղեցականներից շատերի։ Եկեղեցականներից շատերի, եթե խախտել են օրենքը, то պատասխանեն ինչ ասեմ։ Բայց ինչ են խախտել։ Ապօրինի զավակինի, չէ։ Ով է ապացուցել դա։ Չգիտեմ ով ապացուցել, բայց ես տեսել եմ, որ ունի։ Հայտարարել են, չէ։ Թե մաքրեն եկեղեցին, այդքան բան։ Եկեղեցին մնում է իր տեղը, եկեղեցու դեմ ոչ մեկ չի բանում։ Անձանց դեմ է այդ ամեն ինչը։ Դաժե նույնիսկ իրանց եպիսկոպոսներն են, չէ, դեմ դուրս եկել իրեն։ 10 հոգի։ Մի քանի շիս եպիսկոպոսը բավականին որոշ պաշտոն է իրանց մոտ։ Չգիտեմ։ Տենց ոչ դրական։ Ինչու՞։ Որտեղ եկեղեցին մնում է մենք բոլոր աշխարհին ծիծաղեցնել ենք տալի մեր վրա։ Բոլորը ծիծաղում են, ասում են նրանք քրիստոնյա չեն, մուսուլման են, իրար հետ կռվում են։ Դրա համար պետք չի։ Դի խաղաղություն լինի, որ բոլորը հասկանան, որ եկեղեցին չի կարելի կպնել։ Վարչապետը հայտարարել է, որ եկեղեցու վերնախավը աղանդավորական տրամաբանության մեջ է։ Ինչպես եք զգում։ Դա այդպես էլ կլինի, որովհետև շատ են խոսում եկեղեցու մասին, բայց չի կարելի ներքին կուխնյան բացել։ Թող ամեն ինչ կգա իր տեղը, եթե ոչ մեկ Ադրբեջանի եւ Թուրքիայի սրտով այս բոլորը։ Շատ դժվար է գնահատել։ Դժվար է գնահատել, ես կարծում եմ, որ այդ վեճը պետք է արագ լուծվի, չի կարելի։ Ոչ մեկի կողմից չէ։ Ազնվությամբ ասում եմ։ Եկեղեցու կողմից եք, ոչ իշխանության։ Ոչ մեկի կողմից չեմ առայժմ։ Ինչ որ տեսնեմ, որ լավ բաներ են կատարվում իմ հայրենիքում, ես ուրախ կլինեմ։ Այս պահին լավ բաներ կատարվում են։ Լավ բաները այն բանով են կատարվում, որ ումը հարցնում եմ, ասենք նորմալ ապրում են։ Առաջ այդպես չէր։ Թանկացումներից գոհ են։ Թանկացումները ամբողջ աշխարհում են լինում։ Ինչ ասեմ, դա
ոնց որ ասած աշխարհագրական բան է, էլի ասեք, թանկացումներ։ Չեմ մտածի դրա մասին։